խանգարում, Այլ գործընկերներն են, մենք ոնց շրջում ենք պոլիկլինիկաներով, փորձում ենք հասկանալ բուժաշխատողները ապահովագրական համակարգի վճարները ստանում են, չեն ստանում, ինչ խնդիրներ, ինչ բարդություններ ունեն, այդ ամենն ենք փորձում հասկանալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում տեղ հասցնենք նախարարությանը խնդիրները շտկեն։ Ինչ դիտարկումներ ունեք։ Շատ գոհ եմ այս համակարգից, որովհետև ընդորված է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարօրությանը, չկարող դժգոհություն առաջացնել։ Ասեմ ավելին, շնորհակալ եմ մեր նախարարին Տիկին Ավանեսյանին այս նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Կոնկրետ իմ ընտանիքի անդամներից ունեմ հարազատ, որը արդեն այս շրջանակներում ստացել է համապատասխան բժշկական օգնություն եւ փառք Աստծո ամեն ինչ լավ է։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է վարձատրությանը, ասեմ, որ ես կխոսեմ միայն մանկաբույժների անունից, չեմ անդրադառնա մյուս մասնագետներին, բայց առ այսօր արդեն 4-րդ ամիսն է մենք աշխատում ենք բարեգործական հիմունքներով։ Կոնկրետ ապահովագրության շրջանակներում մեր կատարած խորհրդատվությունների համար առ այսօր դեռ չենք վարձատրվել։ Դա կարող եմ փաստել իմ գոլեգաները։ Ակնկալիք ունեիք, այսինքն որքան գումար պիտի ստանայիք։ Գիտեք, ես տնտեսագետ չեմ, ես բժիշկ չեմ հաշվարկի իմ գումարի չափը, ես կատարել եմ իմ աշխատանքը, իմ պարտականությունները եւ անկնկալել եմ համապատասխան վարձատրություն։ Ներողություն, այս դեպքում մենք ազգային ժողովի պատգամավորներ ենք, ես առողջապահության հանձնաժողովից եւ ես անընդհատ բարձրաձայնում եմ այն խնդիրը, որ այո, այս համակարգը ամենալավ համակարգն է, որ կարող էր որևէ երկիր, որևէ կառավարություն առաջարկել իր ժողովրդին, բայց այստեղ մի կարևոր բայց կա։ Ըստ էության առանց բժշկի աշխատանքի հնարավոր չի չէ այս համակարգը ներդրել եւ դուք ինքներդ նշեցիք, որ 4 ամիս է արդեն, բայց բարեգործական աշխատանք եք տանում եւ ըստ ձեզ բժշկական հանրույթը քանի ամիս, քանի տարի ի վիճակի է իզորու այդ բարեգործությունը անել այս ծանրաբեռնվածությամբ, իսկ որ ծանրաբեռնվածությունն ավելացել է, ինձ թվում է դուք պետք է որ չհերքեք, չէ՞։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք պատրաստ եք դուք ամիսներով ու տարիներով բարեգործական աշխատանք կատարել։ Ես կարող եմ իմ անունից խոսել, ես այդ հարցը բարձրաձայնել եմ, դիմել եմ առողջապահության նախարարություն 3 շաբաթ, երևի 3 շաբաթ առաջ, դիմել եմ ԱՀ ֆինանսական բաժին, ստացել եմ սպառիչ պատասխան, մարդիկ գումար իջեցրել են, ինձ ասել են, որ կվարձատրվեք, եւ ես իրենց հետ կապված ոչ մի խնդիր չունեմ։ Բայց ինչու չենք վարձատրվել, որտեղ նույն հիմունքներով աշխատելով կոնկրետ մեր կենտրոնում նեղ մասնագետները վարձատրվել են։ Կրկնում եմ, ես խոսում եմ մանկաբույժների անունից։ Եթե կարելի է ասենք, ձեզ պատասխանել են, որ գումարը իջեցրել են։ Իսկ ինչ կարգի գումար, ինչ վարձատրություն է մեկ սպասարկման դիմաց, այն նման թվային տվյալներից դուք մանկաբուժական սպասարկման դիմաց վարձատրությունը 6000 դրամ է, գիտեմ 6000 դրամ ոչ թե անհատ բժշկին, այլ հիվանդանոցին, պոլիկլինիկային կազմակերպությանը։ Իսկ կազմակերպության նաև կա նախագիծ, կա նաև որոշում, չէ, կառավարության, թե այդ իջեցված գումարի որ տոկոսը պետք է դառնա աշխատավարձի ֆոնդ։ Չէ, դուք որպես բժիշկ տեղյակ չեք, ես դա եմ ուզում հասկանալ, այդ 6000-ի 50%-ն է աշխատավարձը։ Հասկանալի է, դուք տեղյակ չեք։ Շատ բժիշկներ վարձատրվել են։ Իսկ դուք ձեր սպասելիքները այդ 6000-ի 50%-ն է, 3000 դուք այդ սպասարկման մեջ բժշկուհի շատ բարձր են գնահատում եւ իմ սպասելիքները մեծ են։ Ես 38 տարվա մանկաբույժ եմ եւ փառք Աստծո այսօր բարձր ռեյտինգ ունեցող մանկաբույժ եմ, աշխատում եմ շատ երկար տարիներ եւ ակնկալում եմ ըստ իմ աշխատանքային պայմանագրի, եթե ես ունեմ պարտավորություններ եւ իրավունքներ,
իմ գործատուն էլ իմ հանդեպ ունի պարտավորություններ եւ ակնկալում եմ իր պարտավորությունների լիարժեք մի հատ էլ հարց ամել է դոկտոր ջան համացանցում լուր է տարածվում որ բուժաշխատողներին պարտադրում են ջնջել իրենց խորհրդատվությունները այսինքն կոնսուլտացիան փոխեն այդ սարքեն այցը հանեն այսինքն անկեղծ ճիշտ ճշմարտություն է մեզ բացատրել են, որ եղել են սխալ մուտքագրումներ, չնայած կրկնում եմ, սխալը մեր կողմից չի եկել, եթե ես մուտքագրումը կատարել եմ, համակարգը ընդունել է, հաստատել է և փոխանցել է գումարը, այդտեղ սխալը պետք է փնտրել համակարգի մեջ, դա բժշկի սխալը չի, ինչ վերաբերում է մեզ ասել են ջնջել, մենք ջնջել ենք ոչ թե մեր մասնագիտական խորհրդատվությունները, այլ այն խորհրդատվությունները, որոնց դեպքում մենք աշխատանք չենք կատարել, ուղղորդել ենք այլ մասնագետ։ Հասկացա։ Մենք ուղղորդել ենք հիվանդանոց, մենք ուղղորդել ենք նեղ մասնագետի, ես օբյեկտիվորեն, եթե լինեմ արդարացի, գտնում եմ, որ այո, այդ կոնկրետ ասպեկտում պիտի բարձրատրվի այն մասնագետը, որը աշխատել է պացիենտին։ Ես չեմ աշխատել։ Ես նախնական ախտորոշմամբ ուղարկել եմ համապատասխան մասնագետ։ Մասնագիտական խորհրդատվությունները մենք չենք ջնջել։ Տիկին Տանանյան, մի հարց էլ ես ուղղեմ, մենք նաև գիտենք, որ բժիշկներին տուգանք են նաև նշանակում այդ խորհրդատվությունը չանելու եւ ուղղորդելու համար, այսինքն հնարավորինս փորձում են առաջնային բժշկական օղակում պատասխանատվությունը թողնել եւ տուգանել բոլոր այն բժիշկներին, ովքեր որ ուղղորդում են հիվանդներին այլ հիվանդանոցներ։ Ձեր բայց արդեն կլինի այսօր հենց այսօր ազգային ժողովը նախագիծը բերել։ Այսինքն, եթե ես կոկորտ ականջաբան չեմ, ես ընտանեկան բժիշկ չեմ, ես դե յուրե իրավունք ունեմ ուղղորդել համապատասխան, ես չեմ կարող այդ երեխային բուժել, դուք ուրոլոգ եք, եթե ես տեսնում եմ ուրոլոգիական ինչ-որ խնդիր ա, միզապահություն ա, եւ այլն, ես հանգիստ կարող եմ ուղղորդել։ Երբ որ ուղղորդում եք, դուք դրա տակ որևէ հիմնավորում բժշկական դնում եք, որ ինչ հիմնավորում։ Իհարկե, ես հետազոտում եմ երեխային կոնկրետ անդրադառնամ նույն դեպքին։ Բոլոր հետազոտությունները կատարելուց հետո, համոզվելուց հետո, որ դա իմ պացիենտը չի, ես ուղղորդում եմ համապատասխան մասնագետին։ Վարչական բանը տուգանքները արդեն կնշանակվեն։ Երբ որ դուք հետազոտում եք պացիենտին, դա էլ է աշխատանք, պացիենտի հետ աշխատանք է։ Դրա համար բարև ձեզ։ Երբ որ շատ հաճելի է։ Դոկտոր ջան, ես բժշկի ձայնը նախաձեռնության անդամ եմ, Գևորգ Գրիգորյան, իմ գործընկերներն են, թե բժշկի ձայն նախաձեռնությունից, թե ազգային ժողովից երկու պատգամավոր, մենք զուտ շրջում ենք պոլիկլինիկաներով, հարցնում ենք բուժաշխատողները ինչ նշումներ, ինչ գանգատներ, ինչ ժժգողություններ, ինչ գողունակություն ունեն Իսկ մենք նաև ձեզ էինք այցելել, շատ շնորհակալ ենք, այնպես չի։ Մենք ես առողջապահության հանձնաժողովի անդամ եմ, պատգամավոր, ես իմ լիազորությունների շրջանակում հերթականությունը կներեք, ճիշտ է, դուք կնախընտրեիք, որ առաջ ձեզ մոտ մտնեին, բայց ես որպես պատգամավոր ես նախընտրեցի սկզբից, մենք նախընտրեցինք սկզբից բժշկին, մասնագետին ապահովագրական համակարգում գործառույթ իրականացնող ամենակարևոր անձանց հանդիպել, հետո ես ընդունում եմ, բայց ամենակարևոր անձինք ամեն դեպքում աշխատում են կազմակերպության մեջ, այնպես չի, որ այո, դրա համար երևի թե կազմակերպության ղեկավարություններ պետք է տեղի։ Մենք կլսենք ձեզ ղեկավարությանն էլ կայցելենք, խնդիր չկա բացարձակապես, անպայման այսօր կայցելենք նաև մենք անպայման ձեզ ենք այցելելու, որովհետև մեզ համար, մինչև ձեր ասել, մեզ համար դա նույնպես կարևոր է։ Ձեր վերաբերմունքը, ձեր մոտեցումները, ձեր տեսած խնդիրները, ձեր վերհանած խնդիրները, ձեր առաջարկությունները մենք անպայման կուզենք լսել։ Մենք անպայման ձեզ կայցելենք, շնորհակալություն հրավերին։ Մենակ ադմինիստրացիայի տեղն էլ որ ասեք, սիրով կմոտենանք։ 3-րդ հարկ 52 կաբինետ տնօրենի սենյակ։ Շատ Տիկին Ղազարյան, մենք շնորհակալ ենք ձեր հրավերի համար, անպայման կայցելենք։ Ասմիկ Ղազարյան։ Եթե կան հարցեր։ Չէ, զոտ ուզում էի հարցնել, որ տեսեք, թերապևտը, մանկաբույժը, պացիենտը գալիս է առաջի հերթին իր մոտ։
բժիշկը հետազոտում է, լսում է, դիֆերենցիում է, տրիաժ է անցկացնում, ինչից հետո ենթադրություն է անում, որ օրինակ սա իր մասնագիտականը չի պետք է ուղարկել նեղ մասնագետի մոտ։ Արդյոք դա աշխատանք չի, որի համար որ բուժաշխատողը պետք է վարձատրվի։ Ես նորից ասեմ, ես դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես համարում եմ, որ քանի որ հիվանդին վարելու է եւ բուժելու է նեղ մասնագետը, դա իրեն հիվանդն է։ Իսկ մանկաբուժը per capita ստանում է, չէ՞։ Всё, այդ параգայում շատ արդարացի է, միանշանակ։ Չէ, ես կարծում եմ դա ստանում եւ կներեք per capita-ի գործակիցը ավելացել։ Շատ լավ է։ Եվ ապահովագրական Իսկ ապահովագրական խորհրդատվությունների համար վճար ստացել են բուժաշխատողները։ խորհրդատվությունների համար ստացել են նեղ մասնագետները։ միայն է։ Նեղաշայինների հարցը դեռ քննարկվում է։ Այնտեղ պետք է զտել ճիշտ ասած խորհրդատվությունները, որն է, ասենք, միայն նեղ մասնագետի, նաև նեղ մասնագետինը, որը մնում է per capita-ի շրջանակներում, որը որ տեղամասայինը ինքը սկսել է բուժել դեպքը, ավարտել է ուղղակի դեպքը։ ներդրումից հետո արդեն 3 ամիս անցել է, արդյոք զտված չի, մարդիկ պետք է կարողանան հասկանան, չէ՞, իրանք ինչի համար են աշխատում։ Է որ այո, մի քիչ սխալ մուտքագրումներ եղան, որը հիմա պետք է իսկապես քննարկվի։ Որոշ պարագայում վճարումներ դեռ չեն եղել։ Ես ձեր ասածն եմ ասում, դուք ասեցիք որոշ հանգամանքներով պայմանավորված վճարումներ չեն եղել եւ որոշակի հետազոտությունների արդյունքները եղել են per capita-ով, ոչ, տեղամասայինները ստացել են իրենց per capita-ով, իսկ մյուսները, որոնք որ դեռ չեն ստացել, ինչ մյուսները ստացել են։ Հա, ոչ նեղ մասնագետներ կան, որոնք նշեցիք, որ դեռ չեն ստացել։ Ինչով է հիմնավորվում չստանալը։ Այդ հարցը դեռ Ինչ է սպասվում ես ձեզ։ Հետազոտություններից հետո պարզվեց, որ իսկապես այս մարդիկ այդ բանը, այդ աշխատանքը չպետք է անեին ու պիտի չվճարվեն։ Չէ, իրանք դրա համար վճարվել են։ Ես իմ հարցի պատասխանը ստացա։ Տեսեք, որ ասում եք սխալ մուտքագրումներ են եղել։ Արդյոք նեղ մասնագետների մոտ սխալ մուտքագրում չի եղել, որ նեղ մասնագետերին ֆիլտրել եք, արդեն տրիաժ արել եք, վճարում արել եք, իսկ ընդհանուր պրոֆիլին դեռևս չենք արել։ Նեղ մասնագետների մոտ մի փոքր ավելի քիչ է այցելությունները, դրա համար մի քիչ ավելի հեշտ է։ Քիչ էին, թե կոդեր չունեին, որ մուտքագրեին։ Շատ դեպքերում կոդերն են ուշ կոդերը տվել։ մի փոքր ուշ եկավ, բայց հա, հունվարին եկավ։ Եկեք մի հատ էլ գինեկոլոգիայի բաժին ասենք կա Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, ներկայացրեք խնդիրը, մեր հետ Խնդիր չկա, մենք ուղղակի բժշկի ձայնը նախաձեռնող խմբով դիմել ենք ազգային ժողով, մեր գործընկեր պատգամավորները միացել են մեզ, մենք շրջում ենք Երևանի եւ Հայաստանի պոլիկլինիկաներով, կոնկրետ պոլիկլինիկայից որևէ ահազանգ չի եղել։ Մենք ուղղակի շրջելու ենք եւ տեսնենք բուժաշխատողները ինչ դիտարկումներ ունեն, ինչ նկատառումներ ունեն, ինչ պետք է անեն պետական մարմինները, որպեսզի համակարգը հարատև գործի եւ մեր բնակիչներին շարունակի սպասարկել, որովհետեւ երբ որ մենք մտնում ենք օրինակ ինչ-որ բուժաշխատողի մոտ եւ իմանում ենք, որ 3 ամիս անցել է ու այդ մարդը չի ստացել իր խորհրդատվությունների աշխատավարձը, ես որպես բժիշկ ասեմ 3 ամիս չվարձատրվեմ, իմ մոտիվացիան կկորի ամբողջապես աշխատելու բժիշկ։ Դրա համար եկեք ճիշտ հասկանանք։ Ես հասկանում եմ, որ մասնակի վճար եղել է, per capita-ով վճարվել են, բայց մենք գնում ենք այն ուղղությամբ, որպեսզի համակարգը երկար աշխատի, որ պացիենտներին երկար սպասարկի։ Դրա համար առաջի հերթին այդ համակարգի առաջամարտիկը, բուժաշխատողը, պետք է իր աշխատանքային պայմաններից, ստացած վճարից եւ արկա պարագաներից գոհ լինի։ Չենք կարա մենք դժգոհ բուժաշխատողով ունենանք հարատև աշխատող ապահովագրական համակարգ։ Եվ մենք ոչ թե ահազանգի վրա ենք միայն գնում, ահազանգերը բազմաթիվ են, հավատացնում եմ ձեզ, կարող եք մտնել նույնիսկ նախարարի տեղադրած նյութերի տակ, մեկնաբանությունները կարդալ, տեսնել ինչքան ահազանգեր կան։ Բժիշկների, պացիենտների, մենք ոչ թե ահազանգով ենք գնում, մենք սենց պարբերաբար շրջելու ենք, չենք տեղեկացնելու որևէ պոլիկլինիկայի, ոչ ադմինիստրացիային, ոչ նախարարությանը, հանգարցակի մտնելու ենք որևէ բժիշկի, տեսնենք, հարցնենք, ինչ նկատառումներ ունեն, որովհետև կոնկրետ այս պոլիկլինիկայի վերաբերյալ չեմ կարող ասել փաստական ապացույցներ չունեմ, բայց կան պոլիկլինիկաներ, որտեղ որ ադմինիստրացիան վարչական լծակով ստիպումը լռեն բժիշկները։ Իսկ նման բանը այդ ստրկատիրական համակարգը անթույլատրելի է բժշկական ոլորտում, որովհետև բուժաշխատողը պետք է կարողանա իր կարծիքն է արտահայտի, դժգոհությունն է, գոհունակությունն է ասի, հիմա մտանք բուժաշխատողի մոտ։ Շատ լավ բժիշկերը ասեց, համ գոհունակությունները ասեց, որ շատ լավ համակարգ է,
պացիենտերին օգուտ է տալիս, համ իր դիտարկումները ասեց, որ խնդիր ունի, այս ինչը ճիշտ չի, այս ինչը սխալ է, ախր ներառական մասնակցային կերպով է պետք նման նախագծերը իրականացնել, վերջով սա սոցիալական ոլորտ է։ Ու մենք շատ դեպքերում այո վախենում են խնդիրների մասին բարձրաձայնել, որտեղ շատ բժշկական կենտրոններում տնօրենը ասում է ձեն հանեց դիմումդ գրի գնա։ Փառք Աստծո, որ ձեր մոտ այդպիսի բան չկա։ Բայց այդպիսի դեպք արձանագրվել է, ես ուզում եմ նաև մեր հանրությանը տեղեկացնել, որ այս հանդիպման մասով մենք ուղիղ եթերում ենք խոստացել, երբ որ այս մասով ազգային ժողովի լսումներ էին, եւ այդ քննարկման ժամանակ մենք արձանագրեցինք, որ տարբեր բժիշկներ ունեցել են մասնագիտական իրավունքի կոպիտ խախտումներ, երբ նրանց ուղղակի հեռացրել են աշխատանքից իրենց տեսակետը կամ նախարարին քննադատելու համար հանրային տիրույթում, դրա համար մենք որոշեցինք գնալ, ձեր մոտ չի եղել, բայց հիվանդանոցներ կան եղել են, որ հիվանդանոցը հեռացրել է նախարարին քննադատելու համար։ Եվ նաև եղել է խիստ նկատողության դեպքեր բժիշկներին, այսինքն մենք այդ եզրահանգմանը, երբ որ եկանք, որ բժշկական հանրույթի իրավունքները ոտնահարվում են, որոշեցինք, որ մի հարմար օր գնանք։ Եվ այսօր այդ հարմար օրն էր, որպեսզի մենք սկսենք մեր շրջայցերը ամբողջ հանրապետությունով ու կարձանագրենք այն բոլոր խնդիրները, որոնք որ իրականում կան, եւ օրինակ այսօր բերել են ազգային ժողով նույն ապահովագրության հետ կապված որոշակի փոփոխություններ, նաև դա հնարավորություն է, որ մենք առաջի ձեռքից ստացած ինֆորմացիան այնտեղ քննարկենք, որովհետեւ ծանրաբեռնվածությունը գիտեք մեծանալու է եւ տաքսովարորդներն են արդեն ներգրավում, այսինքն ձեր ծավալը ապահովագրության շատ ավելի մեծանալու է, բայց արդյոք բարձրացությունը բարձրանում է համաչափ։ Այո, բարձրացել է նույն տեղամասայինների միայն per capita-ով երևի 20-30%-ով բարձրացել է իրենց վարձատրությունը։ Իսկ ծանրաբեռնվածությունը քանի տոկոսով է բարձրացել։ Նո ծանրաբեռնվածությունը այսպես ասեմ, քանի որ մանկաբույժների տեսանկյունից առանձնապես մեծ փոփոխություն չի եղել, որովհետև այսպես թե այնպես իրենք այն ժամանակ էլ պետպատվելու էին սպասարկվում, մինչև 18 տարեկան երեխաները մեծ փոփոխություններ մանկաբույժների աշխատանքում չի եղել։ Փոփոխությունը եղել է այո, որ մանկաբույժական չի, բայց հասկանանք։ Գնանք մի հատ գինեկոլոգիա։ Ուղղակի Տիկին Ղազարյան, այստեղ խնդիրը նաև ինչու մենք սրան գնացինք, որովհետև երբ որ հարցը բարձրացում են նախարարի առջև եւ ասում են, որ բժիշկները բարձրաձայնում են մտահոգությունների մասին, որոնց պետք է լսել, որոնց պետք է արձագանքել ու լուծումներ տալ, Տիկին նախարարը ուղղակիորեն պատասխանում է, որ իրենք հանդիպում են առանձնակի մասնագետների հետ եւ առանձնակի լսում են։ Այսինքն ստացվում է, որ իրենք խնդիրների մասին լսում են նրանց հետ զրուցելով, ում իրենք են ուզում։ Մենք որոշեցինք։ Դուք այդպես եք ասում, Տիկին նախարարը ինձ է այդպես պատասխանել։ Տիկին Ղազարյան, ես ասում եմ, այն պատասխանը, որը Տիկին նախարարը տվել է ինձ անձամբ, երբ որ հարցը բարձրացրել եմ։ Դրա համար մենք ուզեցինք լսել անձամբ բժիշկներին։ Զում հարթակներով հենց սկզբից ներդրումից հետո Տիկին նախարարը եւ հիմնադրամները տնօրենն մասնակիցները զում հարթակով շատ անգամ շատ հանդիպումներ եղել, մենք բոլորս մեր հարցերն ենք այնտեղ տվել, պատասխանները ստացել ենք։ Դոկտոր ջան, եկեք ես հազար ներողություն ընդգծեմ, որ զում հարթակում շատ տարբեր բուժկենտրոնում, ես չեմ ուզում մատնացույց անեմ, չեմ էլ ուզում ասեմ, որ դա ձերն է եղել կամ նույնն է եղել, որևէ շատ բուժկենտրոններում տնօրենը ասում է հարցեր չտակ։ Հրահանգում են։ Ես կարող եմ ձեզ հարցնել։ Իսկ դուք զում հարթակում երբևիցե բարձրացրել եք այն հարցը, ինչպես եք վարվելու ինֆեկցիոն հիվանդների, տուբերկուլոզով հիվանդների հետ, երբ որ նախարարը հայտարարում է, որ պետք է վերապրոֆիլավորվեն ինֆեկցիոնիստները եւ ֆիզիատրները, այլևս պոլիկլինիկաներին այդ մասնագետները ակտուալ չեն եւ պետք է դառնան ընտանեկան բժիշկներ։ Այդ հարցը դուք որպես փորձարու, ես ձեզ ճանաչում եմ երկար տարիների պրոֆեսիոնալ, այդ հարցը տվել եք կամ ինչպես եք դուք որպես սպիտակ խալաթ հագնող պրոֆեսիոնալ բժիշկ գնահատում, ինչպես նաև ադմինիստրատոր, որ Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ֆիզիատրներ եւ ինֆեկցիոնիստներ չպետք է լինեն, հաջորդը լինելու են գինեկոլոգները եւ մնացած այլ նեղ մասնագետները։ Չի կայացվել, բայց ես ցիտեցի նախարարի հայտարարությունը, որպես քանի տարվա
կազմակերպիչ առողջապահության, ինչ եմ ուզում ասել, այո, իրենց մոտ խնդիր կառաջանա, որովհետև խորհրդատվությունները, այսինքն կյանքում առաջին անգամ հանդիպող դեպքերը շատ ավելի քիչ են այդ մասնագետների մոտ, եթե որոշենք, որ այո, վարձատրությունը լինելու է հիմնականում խորհրդատվություններով, այո, այս դեպքում երևի թե այս մասնագետները որոշ չափով պետք է դուշեն, ինչ որ բան պետք է մտածել։ Տարբեր առաջարկություններ ա եղել, սկսած նրանից, որ իրենց վարձատրությունը էլի միգուցե թողնեն per capita-ով, տարբեր, էլի եմ ասում, տարբեր առաջարկություններ եղել են։ Հարց տամ, էլի, լոգիկային ավելի մոտ չի, որ ինֆեկցիոնիստը ու ֆիզիատրը ավելի իրանց աշխատանքի լավ լինելը գնահատվում է նրանով, որ իրանք հիվանդ չունենան։ Ոչ թե լոգիկայով է, դա ազգային ծրագրով որովհետև ավելի լավ է իրանք կարողանան կանխարգել են հիվանդ չունենան խորհրդատվություն չանցկացնել, քան իրանք լիքը հիվանդ ունենան ու մեր մոտ տուբերկուլյոզի դրա համար եմ ասում, որ տարբեր իրենց վարձատրության մի քանի մեխանիզմներ ունեք այստեղ ֆիզիատր աշխատող։ Իմ աշխատանքի վայրում է ֆիզիատրը։ Երևի այո։ Կարող եք հանդիպել ֆիզիատրին։ Ես էլի եմ ասում, եկեք այսպես տնօրենի մոտ բարձրանանք, եկեք մենք բժիշկների հետ շփվենք, հետո տնօրենի մոտ բարձրանանք, լավ, որովհետև բոլոր դժվարությունները նաև բոլոր խնդիրները կարողանանք օբյեկտիվ ներկայացնենք նաև տնօրենին։